Մեր մամլոասուլիսի ժամանակ ես նշեցի, որ ներկրվել են եւ Բուլղարիայից, եւ Ռուսաստանից, եւ Պարսկաստանից ձվեր, եւ չգիտեմ ինչի մի ընկերություն, հեռուստաընկերություն, որ մենք ասել ենք, մենք հայտնաբերել ենք, որ փետրվար ամսին վաճառվում է սեպտեմբեր, հոկտեմբեր ամսվա արտադրության ձվերը, նրանք շատ, չգիտեմ այդ ոնց ասեմ, ամեն դեպքում շատ ոչ ճիշտ, ոչ կոռեկտ ձևով մեկնաբանել էին իրենց ուզած ձևի։ Եթե Տիկին Հակոբյանն ասում է, որ մենք սեպտեմբեր, հոկտեմբերին հայտնաբերել ենք, ինչի ենք այսքան ժամանակ լռել։ Հիմա ես ձեզ նույնը ուզում եմ ասեմ, ճիշտ է, եղել են հին ձվեր, եւ մենք ուսումնասիրություններ ենք կատարում սկսած ընդհանրապես մեր մոտ մշտապես ուսումնասիրություններ կատարվում է եւ երամսյակային կտրվածքով մենք մեր ամսագրում արտահայտում ենք մեր մտքերը, տպագրում եւ կայքում դրվում է այդ մասին եւ մշտապես ուսումնասիրվում է շուկան։ Ինչ մնում է, որ այդ հին ձվերի պատմությանը դրանք բոլորը ոչնչացվել են, հիմա ոչ մի հին ձու չկա։ Ես ձեզ ասեմ, փաստեր հնարավոր է, ես երեկ էլի հարցազրույց ունեցա, ասեցի, որ երբ որ քաղաքի կենտրոնական մասերում ինչ որ ապրանքներ չի վաճառվում, նրանք գնում են դեպի ծայրամաս։ Ծայրամասերում էլ եթե չի վաճառվում, գնում են դեպի մարզեր։ Մենք անընդհատ ուսումնասիրություններ կատարում ենք եւ ընդհանրապես պետք է բոլոր մեր արտադրողները եւ ներկրողները մի քիչ նորմալ դատեն, որ դա ամեն ինչը, ինչ եթե վատն են անում, ապա այս ազգի սերունդի վրա են ձեռք բարձրացնում, եթե լավն են անում, ուրեմն էլի այս ազգի սերնդի համար են անում։